Ձեր թույլտվությամբ մեկ-երկու բառով այդուհանդերձ կանդրադառնայի նաև Քոչարյանի ժամանակահատվածին։ Քաղաքականությանը ամենատարբեր ոլորտներում, որտեղ դա շատ պատասխանատու փուլ էր, որից հետո եթե չեք առարկում, ես սաղուն կանցնեմ նաև Սերժ Սարգսյանը։ Եթե ավելացնելու բան ունեք, խնդրեմ։ Գիտեք, այդուհանդերձ առավել ևս այսօր շատ էական է մի հետադարձ հայացք գցել եւ փորձել հասկանալ իսկ ինչ ունենք մենք, ինչ ունեցանք մենք միգուցե։ Մենք այսօր շատ ենք խոսում թերությունների մասին եւ փորձում ենք այսպես ճկուն շրջանցել նաեւ ձեռքբերումները։ Քոչարյանի ժամանակահատվածը դա եթե այսպես պատկերավոր ասեմ, Տեր-Պետրոսյանը նորանկախ պետության, ասենք թե շենքի հիմքներ գցում, նրա պատմական առաքելությունը դա էր, փորձել դնել այն հիմնաքարերը, որոնց վրա պետք է կանգներ նորանկախ պետությունը, ոտքի կանգներ։ Քոչարյանը իշխանության գալով փաստացի ամրապնդեց այդ հիմքը եւ կարկասը բարձրացրեց շենքի։ Տանիքը եւ այդպես էլ եղավ իրականում։ Տեսեք, Քոչարյանի ժամանակ ամբողջությամբ համարյա թե ամբողջությամբ վերականգնվեց աղետի գոտին։ Աղետի գոտին ամբողջությամբ ոտքի կանգնեց։ 98 թվականի վերջին, թե 99 թվականին ես հրավիրեցի Հայաստան Վրաստանի իմ գործընկերոջը Զուրաբ Ժվանյային։ Նա իր պատվիրակությամբ եկավ, մենք հանդիպեցինք Սևանում 98 թվականի ամռանն էր։ Մեքենաներով էին եկել։ Եվ նա հիացած էր մեր ճանապարհներով։ 98 թվականի Վրաստանը սարսափելի ծանր վիճակում էր գտնվում։ Մարնեուլով դեպի Թիֆլիս գնալը տևում էր 3-4 ժամ մեքենայով։ Այսինքն ես ինչու եմ ասում։ Քոչարյանի խնդիրը Քոչարյանը գիտեք փորձում էր ինքը նախ իրեն, հետո նաև հանրության ապացուցել, որ շրջափակման մեջ էլ կարելի է զարգանալ։ 10 տարվա ընթացքում կարող է սխալվեմ, թող ինձ ուղղեն, բայց Քոչարյանին հաջողվեց տեխնիկական լուրջ այն լուծումները, որոնք նախատեսված էին, բայց չէին իրականացնում երբեք։ Սևանի մակարդակը մոտ 1 մետրով բարձրացնել։ Սա փաստ է։ Այսինքն ես ուզում ասեմ, տեսեք, Տեր-Պետրոսյանից ինքը ժառանգեց պետականության հիմքերը, պետությունը ճիշտ ուղղությամբ էր գնում այդ ժամանակ։ Մենք ունենում ենք այն պետությունը, որը որ կունենա հեռանկար։ Բոլոր մարդկանց լավ, ես ձեր հարցը մի փոքր ձևափոխեմ, արդյոք մենք 90-ական թվականներին անկախության հռչակագիր ընդունելուց, անկախության հանրաքվեն հասկացնելուց հետո այլևս դատապարտված էինք, առանց սխալների եւ վրիպումների առաջ գնալ, անկասկած ոչ, որ մենք պետքա սայթակեինք, վրիպեինք, սխալվեինք, դա ակնհայտ է, որտեղ մենք նման փորձառություն չունեինք հայկական քաղաքական նոր ձևավորող էլիտան, իսկ միջազգային պրակտիկայում սոցիալիստականից, կոմունիստականից կամ սոցիալիստականից տոտալիտար տնտեսական քաղաքական համակարգից դեպի ազատական անցում այդպիսի փորձել գոյություն չուներ։ Հետևաբար սխալները պետք է լինեին։ Բայց ես կարծեմ մեր զրույցի նախնական մասում եւ փորձում եմ նկարագրել Տեր-Պետրոսյանի ժամանակահատվածը, ես նաեւ ներկայացրեցի թերություններով հանդերձ ներկայացրեցի ձեռքբերումները, սահմանադրության ընդունում, պետական կառավարման նոր համակարգի ձևավորում, ըստ էության ինստիտուցիոնալ այնպիսի լուծումներ, որոնք շուկայական տնտեսական համակարգին անցնելը դարձնում էին անշրջելի եւ անխուսափելի անհրաժեշտ։ Սա մենք արել ենք թերություններով, իհարկե թերություններով։ Արդյոք կարող ենք պնդել, որ որևէ մեկ այլ քաղաքական պետական գործիչ կարող է ավելի հաջողվել։ Միգուցե, բայց հավանականությունը,
որ այդ ու հանդերձ իշխանություն, այսինքն անհատի այդ անցումային փուլի բավատասխանատու այդ ժամանակահատվածում անհատի դերակատարման ընդգծված դերակատարման չափաբաժինը, որ մեծանում է, դա իր հետ բերում է նաև այլ խնդիրներ վոլունտարիզմի դրսևորման տեսանկյունից, Կոռուպցիան դուք չեք մերժի, չէ՞, պարոն։ Մենք իհարկե չեմ մերժի։ Ես հասկանում եք, կոռուպցիան խորհրդային շրջանում էլ կար, չէ՞։ Չէ, Դասական բաներ ես ուզում եմ այդ անդր չէ։ Մենք բոլորս որպես քաղաքացիներ, որպես որոշակի մտավոր կամ հոգևոր արժեքներ կրողներ ձևավորվել ենք խորհրդային շրջանում։ Եկեք սա արձանագրենք։ Այդ շրջանը մեզանից յուրաքանչյուրի վրա չէր կարող հետք չթողնել։ Մեր վարքագծի մեջ, իշխանության նկատմամբ մեր ընկալումների մեջ չէր կարող հետ չթողնել։ Հիմա հարց, մենք բոլորս դա տեսել ենք։ Եվ թեպետ պայքարում ենք դրա դեմ, բայց այդուհանդերձ երբ ձևավորվեց անկախ Հայաստանը իր պետական իշխանության նոր սաղմնային վիճակում գտնվող ինստիտուտներով, երբ որ չկա կենտրոն, որի վերահսկողությունը իր դերակատարում ուներ, կենտրոնը այն ժամանակ խորհրդային միության կենտրոնը ամենակոռումպացվածն էր, ամենա, բայց այդուհանդերձ նա վերահսկում էր, չէ, ֆորմալ տեկուս տեղերում եւ շատերը տեղերում զգաստ էին, որտեվ կար այդ զսպաշապիկը։ Հիմա 91 թվականից հետո այդ զսպաշապիկը չկար։ Կենտրոնը ամենակոռումպացվածն է, արդյունքում սովետությունը փլուզվեց։ Բայց իմանայեք 91 թվականից հետո այդ զսպաշապիկը, այդ վերահսկողական այդ ֆունկցիան այլևս ինստիտուտը գոյություն չունի։ Ու ես կամ դուք կամ ինչ որ մեկը ստանձնում է պետական պատասխանատու դերակատարում ունեցող պաշտոն եւ այսինքն իշխանության ներկայացնում իշխանությունը եւ նրանում այդուհանդերձ պահպանվել են դեռևս իշխանության խորհրդային ընկալումները։ Սա շատ օբյեկտիվ է, հասկանում եք։ Ես հիմա խոսում եմ, քանի որ արդեն մենք խոսել ենք այդ շրջանի սխալների ինստիտուցիոնալ բացթողումների մասին, ես հիմա խոսում եմ ձեռքբերումների մասին, հասկանում եք։ Օրինակ, ես ելի շարունակում եմ պնդել, եթե մենք հոկտեմբերի 27-ի ոչրագործությունից կամ այդ ողբերգությունից ճիշտ եզրակացության գայինք եւ չփորձեինք հանրության դա ներկայացնել միջանձնային ճղճին գզվարտոց իշխանության համար, այլ գիտակցենք, որ խոսքը գնում է պետական իշխանության, պետական ինստիտուտների ճգնաժամը, երկարաժամկետ հատվածում ճգնաժամը մեջ թողնելու, այսինքն մենք փորձենք գնահատել իսկ ինչն է պատճառը, որ այդպես որոշեցին Հայաստան պետությունը պետության ողնաշարը կոտրել։ Պետություն, որը պիտի հենված լիներ մեր ազգային պոտենցիալը առավելագույնս կիրառելու, ռեալիզացնելու։ Ազգային պոտենցիալը ո՞րն է։ Մի հատ բանաձևեք կամ օրինակով ցույց տվեք, այդ ո՞րն է այդ ազգային։ Սկսած մտավորից մինչև ֆինանսական, մինչև Բայց մտավորը, սկսած մտավորը, ոնց որ դուք եք ասում մտավորից, բայց ինչու այդ մտավորը իրան չէր դրսևորում։ Մտավորը ինքն իրան չի, կառավարիչները պետք է այնպեսի պայմաններ սարքեն, որ մտավորը դրսևորվի։ Հետևաբար մի րոպե։ Հետևաբար նորից վերադառնում ենք իշխանության առանձնահատկություններին, իշխանություն ասելով տվյալ դեպքում ես նկատում իշխանության ինստիտուտների, որտեղ անհատը իշխանության ղեկին դա արդեն ինստիտուտ է։ Մենք ձեզնից հիմա խոսում ենք արդյոք մեր պետականաշինության գործընթացը զերծ է եղել սխալներից։ Ես ասում եմ ոչ։ Երկրորդը արդյոք այդ սխալները մենք ամբողջ խորությամբ կրկնում եմ ինստիտուցիոնալ տիպի սխալները ամբողջ խորությամբ վերլուծել ենք, ասում եմ ոչ։ Մենք դա չենք կարևորել։ Մենք ասելով ես նկատում եմ, այո, գիտական շրջանակները, պետական ինստիտուտները, հասկանում եք, դա չենք կարևորել, ոչ թե չենք ցանկացել։ Մենք չենք էլ փորձել հասկանանք դա դժվար է թե հեշտ է։ Պետք է փորձես, որ հասկանաս դժվար է թե հեշտ։ Մենք նույնիսկ չենք դա արել, որտեղ չենք էլ կարևորել, չենք գիտակցել դրա կարևորությունը։ Մենք, ես նկատություն ունեմ առանձին պաշտոնյաներ։ Ես դա նկատի ունեմ։ Այլ մեր գիտական միտքը, մտավորականությունը, նրանք ովքեր ինձնից եւ ձեզնից չերևացող, բայց ոչ պակաս պատասխանատու, չէ, դերակատարում են հանրային կյանքի կազմակերպման մեջ, նրանք այդ շրջանակներից խնդիրներին անդրադարձել են։ Ոչ։ Հասկանում եք, Իրանց դրվել էր խնդիր,
դուրս բերելու խնդիր բաներ, իրավիճակները, փորձելու եզրահանգումները, Որպեսզի այդ խնդիրը դրվեր, նայեք։ Պետությունը պիտի դներ։ Պետություն չկա, այդպես պետությունը մենք ենք, իշխանությունը Իշխանությունը պիտի Հա, դներ։ որտեղ պետությունը Իշխանությունը պիտի իշխանությունը։ Բայց ես էլ ասում եմ, Հետևաբար մեղադրել իրաց, որ իրանք ոչ մի բան չեն արել, այդպես չի, Չէ։ Եթե խնդիր չես դրել, ո՞նց կարաս պահանջես։ Չէ, նայեք։ Այդ խնդիրը ո՞նց պիտի դրվեր։ Եկեք բան անենք, փորձենք քայլ առ քայլ, դետալ նայել։ Դա խոսքը դուք ասում եք, այդ խնդիրը պետք է դնել, խոսքը հիմա քաղաքական հարցադրման մասին։ Պետք է ձևավորվել քաղաքական խնդիր, որ ուղղված է հանրության կողմից իշխանություններին։ Ես ճիշտ եմ ձեզ հասկանում։ Դուք դրա մասին եք Առաջին փուլում դա է, Դրա մասին եք իշխանություններից է գալիս։ Դրա մասին եք խոսում, չէ՞։ Հիմա հետևաբար Կամ իշխանությունը ունի այնքան գիտելիք ու քաղաքական կամ խորիք դա դրսևորում դա։ Այսինքն սա խոսում է այն մասին, այսինքն մենք ես եւ դուք գալիս ենք ինձրակացության, որ պետականաշինության ամբողջ պատմական գործընթացը պետք է այդուհանդերձ իրականացվեր, ոնց որ մի հետ առաջ հետ հայացք գցես, իսկ որտեղ ես սխալվեցի եւ արդյոք կարող եմ այդ սխալը սուղել։ Այդ սկզբունքով։ Հետ նայելով առաջ Չէ, դու որտեղ մենք սխալների մի ամբողջ շարք ենք բաց թողնում։ Ուրեմն դու պետք է սխալներն ուղես։ Հասկանում եք, խոսքը ես տենց եմ ձեր հարցը հասկացել։ Ես չեմ խոսում այն մասի, որ եկեք հետ նայեք, տեսնեք ինչ սխալ ենք արել, Դուք սխալը ասում ուղենք, եք, մեր պետությունը դուք նոր քշարած հարց տալիս եք, որ մեր պետությունը Մենք խոսում ենք Դիցուք Քոչարյանի этаպի մասին կամ ինչ-որ մի этаպի մասին ու ներկայացնում ենք այդ этаպի առանձնահատկությունները, ես ասում եմ այդ этаպը այդքան հարթ չէր կամ բավականին լուրջ թերություններ մեր զրույցի նախորդ փուլում ես խոսել եմ այդ մասին, որ խոսեցի այն մասին, որ գիտեք, այդ հոկտեմբերի 27-ի ոչ ճիշտ ընկալումն ու զուտ քաղաքականացված, ես կասեմ, նույնիսկ կուսակցականացված ներկայացումը հանրությանը հանգեցրեց նրան, որ որքան ես եմ հասկանում, Քոչարյանը, որը վարչապետի պաշտոն աշխատել ժամանակահատվածում բավականին հետամուտ էր լինում մեր տնտեսության մեջ եւ երկրի մեջ ձևավորված շատ ու շատ խնդիրների լուծմանը, Քոչարյանը սկսեց հասկանալ, որ ինքը чужой среди своих, это շատ կարևոր Քոչարյան վարչապետ ու Քոչարյան նախագահի մասին եմ։ Քոչարյան նախագահին մենք մղեցինք անկյուն։ Մեր հարցադրումը մենք էսի նկատեմ քաղաքական միջավայրը, քաղաքական հարցադրումները հնչեցնում են քաղաքական կուսակցությունները ազդեցիկ կամ կվազե ազդեցիկ, այական չի։ Նրանք էին ստեղծում մթնոլորտը ձևորում հանրային պահանջը։ Մենք սեղմեցինք, մղեցինք նրան անկյուն։ Իսկ նա փորձեց այդ անկյունից ոնց որ ռուսերեն ասում են отстреливаться, ինչպես կարող էր։ Եվ ամենաառաջի կարևոր բանը ինքը փորձեց իրեն երաշխավորելու համար մենք ստիպեցին, որ ինքը իրեն երաշխավորելու համար իր անվտանգությունը նույնիսկ երաշխավորելու համար շրջապատ իրեն յուրայիններով կամ իր ցանկացած իշխանություն ալասերում այն ժամանակ, երբ որ պրոբլեմա զգում իշխանությունը կորցնելու։ Լավ, եկեք այդպես էլ անվանենք, բայց այդուհանդերձ եթե փորձենք վերլուծել, որտեվ կարծես թե ես դա եզում անել, վերլուծել Քոչարյանի ամբողջ այս 10 տարիների գործունեությունը, ես կարող եմ ասել դա բացառապես որպես ձեռքբերումների ժամանակահատված։ Թողնենք այն կողմ, տեսեք, ելի եմ ասում, պետականության ինստիտուցիոնալ կարգավորումների առումով մենք շատ բաներ չարձանագրեցինք, թեպետ այդ շրջանում սկսվեցին դրվեց դատական իշխանության բարեփոխումներին։ Պատահաբար չէր, որ 2005 թվականին նոր սահմանադրություն կընդունեցինք։ Այդ նոր սահմանադրությամբ Արդարադատության խորհրդին պրեզիդենտին կից ներկայացված Արդարադատության խորհրդի թե կազմը եւ թե նրա հնարավորությունները դատական իշխանության ձևավորման, իշխանավորների առաջխաղացման էապես փոփոխություն կրեց։ Սահմանադրորեն էապես փոփոխություն կրեց։ Հասկանում եք։ Էլ չեմ ասում, որ Երևանը դարավ արդեն իրական տեղական ինքնակարգ, այսինքն իրականում Քոչարյանը բավականին լուրջ ցանկացիր աշխատանք էր կատարում Հայաստանը դրսի համար հրապուրիչ դարձնելու առումով։ Եվ պատահաբար չգիտեք 2004-ից 2006 թվականների ընթացքում մենք անկախության ողջ շրջանում առաջ անգամ արձանագրեցինք ներգաղթի գերակշռումը արտագաղթի նկատմամբ։ 26 թվական 2006 թվականին ներող կրնեք 2006 թվականին մոտավորապես կազմում էր 27000 եթե չեմ սխալվում այսինքն սրանք ցուցիչներ են հետեւաբար եթե ինձ մեկը ասնի որն էր Քոչարյանի պատմական առաքելությունը կամ ինչպես նա իրականացրեց
Ես կասեի, գիտեք, ինքը ժառանգեց Տեր-Պետրոսյանի պետականության հիմքը եւ դրա վրա բարձրացեց, կանգնեցրեց պատերը, տանիքը կարկաս ամբողջությամբ։